Կյանքը ծավալվում է մի մտահղացմամբ, որն ավելի բարձր է տրամաբանությունից, ավելի բարձր է մեր հասկացողությունից։ Միտքը փորձում է բռնել, բացատրել, փոխել, այն ցանկանում է վերահսկել, վախենում է անհայտությունից, կառչում է այն պատկերացումից, թե ինչպես պետք է լինի, բայց ավելի խորը նայիր, միթե դու չես նկատել, թե ինչպես երբեմն ամենաանսպասելի իրադարձությունները քեզ հենց այնտեղ են տարել, որտեղ դու պետք է լինեիր։ Ինչպես դժվարությունները, որոնք պատժի նման էին թվում, դարձել են մեծագույն դասեր, ինչպես կորուստները նոր դռներ են բացել։ Նա, ով հյուսում է այս նախշը, տեսնում է ամբողջական պատկերը։ Մենք տեսնում ենք միայն հատվածներ, մեզ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ, բայց դա միայն այն պատճառով է, որ մենք նայում ենք մեր սահմանափակ ընկալման մակարդակից։ Պատկերացրու մի գետ, այն հոսում է։ Կարող է թվալ, թե այն շրջանցում է, ոլորաններով, խոչընդոտներով, բայց իրականում այն միշտ շարժվում է դեպի այնտեղ, ուր նախատեսված է։ Այն չի վիճում հոսանքի հետ, չի փորձում փոխել այն պարզապես հոսում է։ Նույնն էլ դու։ Քո կյանքը հոսք է, ամեն վայրկյան այն ծավալվում է, հենց այնպես, ինչպես պետք է լինի, նույնիսկ եթե միտքը դրան դիմադրում է։ Այն ամենը, ինչ գալիս է քո իրականություն, պատահական չի գալիս, ամեն ինչ մեծ մտահղացման մի մասն է։ Մեծագույն հավասարակշռության, որում սխալներ չկան։ Այո, դա դժվար է ընկալել մտքով, բայց միտքը անսահմանը հասկանալու գործիք չէ։ Այն ճանաչվում է ոչ թե տրամաբանությամբ, այլ վստահությամբ։ Երբ դու ընդունում ես դա, դու դադարում ես պայքարել, դու մտնում ես հոսքի մեջ, դու դառնում ես հենց գետը։ Եվ այն ժամանակ աշխարհը բացվում է քո առջև այնպես, ինչպես դու երբեք չէիր կարող պատկերացնել։